Այսօր իմ նյութը կլինի բան չի փոխվել շարքից, բայց շատ եմ խնդրում ձեզ մաքսիմալ տարածեք, սա շատ կարևոր է։ Ողջույնները ժողովուրդ ջան։ Այսօր նորից եղել եմ օպերայի թատրոնում, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ներկայացում էր, Մոլեն Ռուշի ոճի ներկայացում էր, լրիվ նոր դեկորացիաներ, մեծ բավականություն ստացա, նախորոք ասեմ, մայեստրո Դուրգարյան, խոնարհվում եմ, պարոն Դուրգարյան, շնորհակալ եմ այս ներկայացման, այս կազմակերպության համար։ Ձեր այս կազմակերպչական գործողությունները ուղղակի, այսպես ասել, շնորհակալություն ոչինչ չասել, որովհետև պետք է համեմատական բերենք, ինչ ենք ունեցել ու հիմա ինչ է կատարվում օպերայի թատրոնում, որպեսզի մեր հանրությունը մի հատ լավ պատկերացում ունենա, թե ինչ վիճակում է եղել մեր մշակույթը, որը ոչ քիչ նշանակություն ունի մեր հայկական տիրույթում, որովհետև սա կրթության մի ոլորտ է, որը պետք է զարգանա ու դուք մեծ օրինակ եք ծառայում մնացած թատրոնների համար ու ընդհանրապես իմ հանրությունը պետք է հասկանա, որ պարոն Փաշինյանը այս ղեկավարությունը բոլոր ոլորտներում ներդրումներ ունի ու չկա մի ոլորտ, որ չզարգանա։ Հիմա այս ոլորտը, օպերայի թատրոնը, ասենք այս ոլորտը, ոչ մեկ այս մասին չի խոսել, չի բացատրել մարդկանց, որպեսզի մարդիկ այդ տարբերությունը զգան, թե ինչ զարգացումներ է ապրում օպերայի թատրոնը, որի համար նորից եմ կրկնում, խոնարհվում եմ, շնորհակալ եմ։ Ես մեծ բավականություն եմ ստանում, հաճախ եմ լինում, առավել եւս նոր տարում պարտադիր եմ լինում ընկերուհուս հետ, ու ես ասեմ, որ իրոք ես այդ փոփոխությունները տեսնում եմ իմ սեփական աչքերով։ Հիմա սկսեմ նրանից, ժողովուրդ ջան, որ թատրոնները կարող են բացվել, թատրոնները կարող են փակվել։ Բացվելը հեշտ է, պահելն է դժվար։ Պետք է դու ճիշտ մենեջեր լինես, որ կարողանաս պահես այդ թատրոնը։ Պետությունը չպետք է պահի թատրոնը, այլ թատրոնի տնօրենը պետք է թատրոնը պահի։ Այսինքն ինքը պետք է լինի շատ լավ մենեջեր, հա? Ու ես իմ աչքերով տեսնում եմ, թե օպերայի թատրոնը ոնց է զարգանում, որովհետև ճիշտ մոտեցում կա, որովհետև թատրոնի տնօրենը պետք է ստեղծի պրոդուկտ, հա? Ու ճիշտ ներկայացնի այդ պրոդուկտը։ Այդ տոմսերի վաճառքի պահովել շատ կարևոր է, որ ճիշտ մոտեցում ցուցաբերեն, գների առումով ճիշտ գին դնեն եւ այլն եւ այլն։ Հիմա սկսեմ նրանից, թե ինչ է կատարվել նախկինում ու հիմա ինչ է կատարվում։ Ես ուղղակի վիճակագրական տվյալներ եմ տալիս, հա, փաստերով։ Ուրեմն նախկինում եղել է 3-ից 4 ներկայացում։ Ներկայությամբ Դուրգարյանների օրոք ամսեկան 20-ից 22։ Հələ մի հատ համեմատեք, էլի, այսինքն տարեկան մոտավորապես 240-ից ավել։ Պատկերացնում եք, չէ՞ տարբերությունը։ Էլ չեմ ասում, որ մայեստրո Դուրգարյանը այս 4 տարվա մեջ, ինչքան գիտեմ 4 տարի արդեն տնօրեն է, եթե չեմ սխալվում, կարող է 3 չեմ մոնում։ Այսքան տարվա մեջ ինքը արդեն 15 պրեմիերա է ցույց տվել, ներկայացրել հանրությանը։ Սա ահռելի աշխատանք է, ժողովուրդ ջան։ Անցնեմ առաջ։ Ուրեմն 15-16 թվականներին երևի դա ամենալավ ժամանակահատվածն է եղել տոմսերի վաճառքի մասով օպերայի թատրոնում վաճառվել է 100 միլիոնի տոմս տարեկան։ Այդ թվերի։ Իսկ անցած տարի միայն դեկտեմբերին Դուրգարյանները օպերայի թատրոնի տոմսեր են վաճառել 150 միլիոնի։ Միայն դեկտեմբերին։ Դուք հասկանում եք տարբերությունը։ Էլ չեմ ասում, որ անցած տարի 1 միլիարդից ավել գումարի տոմսեր են վաճառել։ Տարվա ընթացքում 1 միլիարդից ավել։ Դուք հասկանում եք, չէ՞, այս աշխատանքի ծավալը։ Նաև այնքան ճիշտ մոտեցում են արել այս գնային պահով, հա, որ դալիչները միշտ ծեփ է։ Դալիչները միշտ լեփ-լեցուն է։ Օպերա կլինի, բալետ կլինի, կապ չունի, մյուզիկլ կլինի, կապ չունի։ Հա, իտեպ ասեմ, շեշտեմ այս պահը, որ էվոլյուցիա է ապրում օպերան, որովհետև ժամանակի հետ է քայլում, այսինքն նավթալինը մենակ չի էլի, կներեք, որ սենց եմ արտահայտվում, բայց պետք է դա էլ էվոլյուցիա ապրի, ու ապրում է մեր օպերայի թատրոնը ապրում է էվոլյուցիա, որովհետև այս վերջին ներկայացումները ինձ ուղղակի շոկի են ենթարկել, վերջին իմ ելույթը օպերայի պահով ինձ թվում է հիշում եք, դաժե մի քանիսը գրեցին այս աղջիկը աննորմալ է, իրոք ես ցնցված էի, հիշենք այդ պահը։ Բարև ժողովուրդ ջան։
Այսօր չեք էլ պատկերացնի ինչ եմ տեսել։ Այսօր մյուզիկալ եմ նայել Սասունցի Դավիթ։ Երեխեք էսի կոսմոս էր։ Կոսմոս։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին եմ խոսում։ DJ։ Մոտ 400 երեխա։ Ոչմ խորհուրդ եմ տալիս, անպայման գնացեք, սա տեսնելա պետք, լսելա պետք։ Ես էլ սենց։ Հա, իդեպ ասեմ, որ այս Սասունցի Դավիթ ներկայացումը ապրիլի 7-8-ի համար տոմսերը 2 օրվա մեջ վաճառվել են, այլևս չկան։ Սալդաֆոն Սովետը դնեմ մի կողմ։ Բայց 30 տարվա մեջ մի ուժել է թատրոնում չի եղել մի հատ մարդ, մտածի հաշվանդամների համար սանհանգույց ստեղծի։ Եղել է տենց մարդ։ Իսկ մայեստրո Դուրգարյանը ինչ մտել չի մտել, այդ մասին է մտածել։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ, թե ինչ սանհանգույցներ ունի մեր օպերայի թատրոնի շենքը։ Մակարդակով դուք չեք էլ պատկերացնի, ճոխ ռեստորաններում ոնց են սարքում իրանց սանհանգույցները, այդ տենց սանհանգույցներ ունի, պետքարաններ կան արդեն օպերայի թատրոնում։ Ես մտել եմ այսօր, դիտավորալ մտել եմ ու նկարահանել եմ։ Ճիշտ է, ես առաջին անգամ եմ իմ էջում սանհանգույց ցույց տալիս, բայց ստիպված եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ աստիճանի, ինչ մակարդակի զարգացում է ապրում օպերայի թատրոնը։ Դուրգարյանների օրոք։ Տեսեք։ Ուրեմն սա տղամարդկանց զուգարանն է, ընդհանրապես այս մեծ գոհաշատկեն տղամարդկանց զուգարանն է, բայց կիսել են ժամանակավորապես, որպեսզի կանայք էլ ունենան հնարավորություն օգտվել պետքարանից, մինչև որ ռեմոնտը կավարտվի կանանց պետքարանում։ Սա օպերայի պետքարանն է։ Դե տեսեք, բան չի փոխվելու սերիայից է։ Սենց է, բայց սենց սրնում, ժամանակակից։ Ուլտրաֆիալետ։ Այստեղ արդեն չեմ իշնի, այստեղ հենց կանանց պետքարանն է լինելու, բավականին մեծ տարածք, որը նույնպես, ինչպես տղամարդկանց պետքարաններ, բարձր մակարդակով պատրաստ է լինելու օպերայի եւ բալետի հյուրերի համար։ Ինձ ասացին, որ այստեղ արդեն պատրաստ է հաշվանդամների համար պետքարան, որը երբևէ չի եղել։ Տեսեք, դեռ մինչև ոչ պատրաստ չի, բայց շուտով արդեն բաց կլինի հաշվանդամների համար, տեսեք ինչ կոպիկ բան են սարքել։ Այս պետքարանները ու առավել եւս հաշվանդամության պետքարանը ասում է Դուրգարյանների մարդասիրության մասին։ Սա էլ էսպես։ Իսկ հիմա անցնեմ օպերայի լույսերին։ Երբ որ ես նոր տարում ման էի գալի քաղաքում, Հյուսիսային պողոտայով բարձացա, մտա օպերա ու մութ։ Ոչ շենքն է երևում, ոչ մի ինչ-որ առավելություն չի երևում, որ դա օպերայի շենք է։ Ու շատ վրդովեցի, հիշում եմ, որ անգամ իմ եթերում նշեցի այդ պահը, չգիտեմ, ասեցի, ով է դրա պատասխանատուն օպերայի տնօրենը, թե քաղաքապետարանը, խնդրում եմ, այս հարցը լուծեք։ Եվ այսօր նաև մենք պարտադիր պետք է տոնենք մեր անկախությունը գեղեցիկ հրավառությամբ։ Ամբողջ վիդեոն չեմ տեղադրի, շատ երկար եմ նկարահանել, հիանալի շոու էր եւ հիանալի երեկո։ Ու հիմա իմ օպերայի շենքը գիշերները շատ գեղեցիկ է, որի համար շնորհակալ եմ քաղաքապետարանին, որը նման ներդրում արեց։ Խոնարհվում եմ։ Ուրեմն երկար տարիներ մեր բալերինները ապրել են տուպը տախտակի վրա, որը շատ վտանգավոր է թե պարողների համար, թե իրենց առողջության համար, ոտքերի առողջության համար։ Ներկա կառավարության օգնությամբ ձեռք են բերվել հատուկ պրուժինացիա ունեցող, ամորտիզացիա ունեցող հատակներ։ Անգամ փորձ կատարելու սենյակները
ներկայությամբ այդ հատակներն են տեղադրված։ Դա կառավարության շնորհիվ։ Էլ չեմ ասում, որ երկար տարիներ մեր բալերինները, մեր երգիչները օպերայի դահլիճում ելույթ են ունեցել անձրևի տակ։ Այսինքն կրիշից ջուր է կաթացել ու ոչ մեկ այդ հարցը չի հոգացել։ Մեր կառավարությունը կրիշը վերանորոգել է, այլևս ջուր չի կաթում մեր պարողների թե երգիչների վրա։ Այսօր սենց։ Տարբեր սենյակներ վերանորոգվել են, բոլոր այդ լուստրաները կարգի են բերվել, մաքրվել են նախարարինը, երկրորդը լամպոճկերն են փոխվել, տեսքի են բերվել, էլի, վարագույրներն են փոխվել, երկրորդ հարկում արդեն բար կա, դուք արտերկրում ուր ուզում եք գնացեք, յուրաքանչյուր թատրոն, օպերա, դուք անպայման այնտեղ բար կտեսնեք, որտեղ մարդիկ կարող են ընդմիջման ժամանակ շամպանսկի վայելեն, երաժշտություն լսեն։ Հիմա մեր օպերայի թատրոնում նման բան կա, արկա է։ Մայստրո Դուրգարյանը երբ որ դառնում է տնօրեն, մտնում է իր կաբինետ ու տեսնում է, որ շատ մեծ կաբինետ ունի, բայց սոլիստներն ու խորը արտիստները չունեն փորձասենյակ։ Նա դուրս է գալիս այդ սենյակից, նախարարինը վերանորոգում է, հարմարավետ է սարքում եւ դա տալիս է սալիստներին, խորին, որպեսզի իրենց փորձերը այդ սենյակում կատարեն, հարմար տեղում լինեն։ Իսկ ինքը մտնում է մի հատ փոքր կաբինետ։ Բա կարող եմ ասել, որ աշխատողների կյանքն էլ է շատ լավացել, բարելավվել։ Օրինակ, ես իմացա, որ օպերայում աշխատում են մոտավորապես 700 մարդ, որից 650-ը ամեն ամիս հավելավճարներ է ստանում։ Այսինքն այնքան լավ է գործերը գնում, որ մարդիկ ամեն ամիս ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն ամիս պրեմիա են ստանում։ Մարդիկ եթե շաբաթ-կիրակի են աշխատում, պրեմիա են ստանում, այսինքն դվայնո են ստանում։ Եթե արտիստները փորձեր են անում գիշերը, նորից դվայնո են ստանում։ Այսինքն տնօրենությունը այս ամեն մի նյուանսին ուշադրիր է եւ գնահատում է եւ վարձատրում է։ Դրա համար էլ աշխատողների կյանքը ավելի է լավացել։ Բացի աշխատողների կյանքը փոխվելը, ես ուղղակի ուշադրություն դարձրեցի, քանի անգամ որ մտել եմ, ամեն անգամ նոր դեկորացիաներ եմ տեսնում, դա գումար է, Ժողովուրդ ջան, դա մեծ գումարների հարց է, ու ես այդ դեկորացիաներից մի այլ կարգի հաճույք եմ ստանում, չեք պատկերացնի։ Անգամ օպերայի դահլիճի հոտն է փոխվել, այսինքն դրա վրա էլ է Դուրգարյանը ուշադրություն դարձնում, չեք պատկերացնի ինչ պրիատնի հոտ է գալիս դահլիճից, նստում ես ու հասկանում ես, որ ուռևին։ Տեղեկացա, որ վերանորոգել են ծառայողական մուտքը նորից բերել են բարձր մակարդակի իրենց անվտանգության բոլոր տեխնիկաներով եւ այլն եւ այլն։ Տեղեկացա նաեւ, որ մայստրո Դուրգարյանի մտահղացումն է դա եղել բալետի քոլեջը ներգրավվել այս գործընթացին, այսինքն բալետի քոլեջի երեխաներին ներգրավել են օպերայի խաղացանկում, նրանք ներկայացնում են ճպուրն ու մրջյունը ներկայացումը, որի գումարները գնում են բալետի քոլեջ։ Ինչի համար վերանորոգում են կաբինետներ, փորձասենյակներ, այսինքն բալետի քոլեջը նույնպես վերականգնում են եւ կարելի ասել մակարդակի են բերում։ Ես իհարկե շատ ուրախացա քոլեջի մասով, որ դահլիճներ են կառուցվում, այնտեղ վերանորոգվում կաբինետներ, սենյակներ, այսինքն քոլեջն էլ դառնում բարձր մակարդակի, որպեսզի երեխաները ձգտեն այնտեղ սովորեն։ Դա շատ կարեւոր է։ Բայց քանի որ ես թուլություն ունեմ երեխաների պահով ու չէի կասկածում, որ մայստրո Դուրգարյանը հանկարծ կարող է պատահի դպրոցականների կամ երեխաների մասին մոռանա, հետաքրքրվեցի, թե ինչ ծրագրեր են իրականացնում։ Ու ինչ պարզվեց, որ դպրոցականներին կառավարությունը, մեր կառավարությունը աբոնեմենտներ է տվել եւ ամեն օր 2-3-4 դասարան երեխաներ իրենց ուսուցիչների հետ կարող են ներկա գտնվել ներկայացումներին։ Բայց նախորոք զանգահարում են 2-3 օր առաջ զանգահարում են, պայմանավորվում են եւ այդ տեղերը իրենց համար հատկացվում են։ Դա հերիք չէ։ Բոլոր կրթական համալիրները, այսինքն այդ նույն բալետի քոլեջի բալետի ուսանողները կամ թատրոնի ինչ որ ուսանողներ, թատերական սովորող ուսանողներ, մշակույթի հետ կապված ուսանողները ձրի գալիս են եւ բարձրանում են վերև, այնտեղ նստում են եւ դիտում են այդ ներկայացումները ձրի։ Բացի դրանից հարց տվեցի, իսկ մեր հարգելի թոշակառուների համար ինչ եք մտածել, ասեցին, քանի որ մենք չենք կարող ամբողջ դահլիճը թոշակառուներին տրամադրել, թոշակառուները զանգում են, գրանցվում են 2-3 օր առաջ եւ 15-ից 20 տեղ ամեն ներկայացման ժամանակ թոշակառուների համար ձրի տեղեր են հատկացվում։ Բա ժողովուրդ ջան։ Լիքը մանր-մունր բաների մասին չեմ ասում, չեմ ներկայացնում, սրանք ամենակարևոր բուն փոփոխություններն էր, որոնք ես ներկայացրեցի, ու ոնց կարելի է այսքանից հետո ասել, որ բան չի փոխվել։ Ժողովուրդ ջան, հաճախեք մեր օպերայի եւ բալետի թատրոնը,
իրոք բարձր մակարդակի սպասարկումը, անգամ մուտքից, շքամուտքից հենց մտնում ես, աշխատողների ժպիտը, իրանց վերաբերմունքը քեզ օգնում են, միանգամից տեղավորում են։ Ոբշեմ, չերկարացնեմ, ես խոնարհվում եմ դուրգարյանների առաջ, իրենց հայրենասիրական, իրենց նվիրված աշխատանքի գործի համար։ Սիրում եմ ձեզ, ամուր գրկում եմ առողջություն ձեզ։ Թող հայրենիքը միշտ ձեր նման զավակներ ծնի։ Այսքանը մի հատ էլ հետգրություն ժողովուրդ ջան, ուրեմն մեր մեջ ասած, երբ որ խոսակցություն ավարտեցինք, այդ զբոսնելը օպերայի շենքում զբոսնելուց հետո, երբ որ դուրս եկանք, արդեն ուր ժամ էր, ես պետքա գնայի մի կողմ, իրանք մյուս կողմ, ինքը այդ պահին տնօրենը պուլտը սեղմեց, շուտ տնօրենի եղբայրը օգնականը պուլտը սեղմեց, որպեսի իր մեքենայի դռները բացի, ես վրացի ու տեսա ինչ մեքենա է ու շոկ ապրեցի։ Ասում եմ լուրջ եք ասում, սա ձեր մեքենան է։ Ասեց հա մերի ջան, մի հատ էլ տրտռիկ ունենք կիսա մեքենա, մեկ ապրանք ենք տանում դրանով բերում ու ես իրոք շոկ ապրեցի։ Հների ժամանակ լներ, հիմա այս եկամուտով օպերայի տնօրենը 100%-ով մի հատ բրոնի եսի ինչ էր քշում, բայց այս մարդիկ ներդրումներ են անում, թոշակառուների համար են անում, ուսանողների համար են անում, ժողովրդի համար են անում, այլ ոչ թե իրենց համար։ Բա, այսքան ժողովուրդ ջան։